չունենանք, սա այդ արձանագրումները։ Հիմա նաև ասեմ, մեր սպառողների հետ կապված էական փոփոխությունները, որտեղ դուք բոլորը սպառող եք, այդ թվում նաև ես, եւ մեր կյանքում մեծ դեր ունի մեր իրավունքների իմացությունը եւ դրա պաշտպանության մեխանիզմները։ Նայեք, դուք կա անհատական իրավունք, ձեզանից յուրաքանչյուրը գնաց է հագուստ է գնա եւ իր հագուստը հետ չեն վերցնում, կամ ապրանք է ձեռ բերել, բայց ապրանքը կիսատ պրատ է եկել եւ չի համապատասխան իր բանը։ Դուք ինչ եք այսօր անում, բացի տխրելուց, ուրիշ մեխանիզմ չկար մինչև էր։ Ինչ եք անում։ Իրականության մեջ այդտեղ գնալ դատարան անհատ քաղաքացու համար օրինակ 15000 դրամանոց կամ 20000 դրամանոց շորի հարցով մի քիչ ռեալ կյանքում քիչ հավանական, որտեղ դուք այդ դատական գործընթացը process է, հետո ամեն մեկ իր բան չի պետք է ինչ-որ կարողանալ այդ գործընթացի մասը, հիմնականում արդեն դժգոհում էր միայն։ Բայց մենք չէինք կարող բոլոր անհատական հարցերով զբաղվել եւ դա վարչական մեխանիզմի կիրառման անիմաստ վատնում է։ Մենք ասացինք, նայեք, ստեղծում ենք սպառողի օգնական գործիքը, դուք էլ մասնակցեցիք այդ բանին, ամբողջ իմաստը նա որ շատ պրիմիտիվ տարբերակով դուք մտնում եք competition AM կայքը, գրածը սպառողի օգնականը։ Այդ սպառողի օգնականի միջոցով այդ հարցը ձեր խնդիրը ներկայացնում եք։ Ձեր խնդիրը ներկայացնում եք, եթե խնդիրը չեք կարող ձևակերպել, Սոֆին զանգում եք, որտեղ ինքն է մեր պատասխանատուն համարով, իհարկե գրաշի Սոֆի մեր թեժգիծը, եւ ինքը օգնում է ձեզ այդ հարցը կամ մեր մյուս պատասխանատուստը այդ հարցը ինքը իհարկե շատ պարզ է, բայց մարդ է կարող հարցն է, ասենք, չգիտեմ, ՀՎՀ-ն, չգիտեմ, մեյլը, չգիտեմ, այդ ընկերության մենք ձեր տեղը գտնում ենք եւ լրացնում ենք։ Այդ մեյլը ավտոմատ համակարգի միջոցով ուղարկում է տնտեսվարող սուբյեկտին։ Ասեմ մոտ 80% դեպքերում արդեն տնտեսվարողները իրանք այդ հարցը կարգավորում են։ Շատ դեպքեր կան, դու սկսած, չգիտեմ, առաքել են սնունդ, որտեղ սնունդի մի հատվածը պակաս եղել, սառած եղել, նույնիսկ ցենց հարցեր կա։ Իհարկե այդ վիճակագրությունը մենք ուրել լուծում ենք, որպեսզի հետո պատկեր ստանանք։ Գնաց ընդ, եթե հանկարծ տնտեսվարողը 2 շաբաթվա 14 օրվա ընթացքում հարցը չի կարգավորում, ձեր խնդիրը փոխանցվում է մեր հետ համագործակցող մասնագիտացված կառույցներից մեկին, կամ հասարակական կազմակերպության, կամ իրավաբանական, այսպես ասած, գրասենյակը։ Եթե իրանք չեն կարողանում այդ հարցը լուծել, այդպես դեպքերի քանակը իրականում շատ քիչ է լինում, եւ եթե անկեղծ լինեմ, մենք արդեն որ ստանում ենք, թե որ հարցերը չի լուծված, դրանց մի հատվածն է լուծելու հարց չի, որտեղ իրականում բողոքը պահանջ օբյեկտիվ չի։ Այստեղ արդեն մեր մոտ գեներացում է տվյալ ռիսկի պրոֆիլ է, մենք այդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ սկսում ենք գործընթաց, ինքն մենք հասկանում ենք, որ այստեղ գոյություն ունի հանրային շահի կոմպոնենտ։ Եվ մյուս բանը, որ շատ կարևոր է, պայմանական, եթե դուք X ընկերության նկատմամբ 15 հոգի բողոքում, մենք հասկանում որ այս ընկերության մոտ այդ վարկագիծը արդեն, այսպես ասած, շատ մարդկանց առաջ, որտեղ կոնկրետ մի հոգու խնդիր է, այլ շատ մարդկանց է, ստեղ ենք սկսում վարչական գործընթաց, 100-ից ավել 100-ավոր բողոքներ ենք ունեցել, դրանց մեծ մասը գերազանցապես մեծ մասը, շատ մեծ մասը լուծվել է, սկզբնական էտապում տնտեսվարողները կարծես թե մի քիչ ավելի քիչ էին լուծում, որ հասկացան, այսպես է հետևից գնացող կա, հիմա հատուկ են դեպքեր է լինում, երբ որ մենք սկսում ենք վարչական մեխանիզմ կիրառել։ Հիմա մտածում ենք on-line հարթակներում տեղադրել նաև էլի, որ մարդիկ իմանան, մեր շատ մեծ ցանկությունը, որ մենք ամիսը, ասենք, չգիտեմ, 500 հատ բողոքի ծավալ ունենանք, իհարկե դա հետո որ մշակույթ ձևավորի եւ մարդկանց եւ տնտեսվարի մեջ, հետո շատ մեծ ցանկություն ունեմ նաեւ որ այդ բողոքները վերանել մարդկանց իրավունքները չխախտվի, բայց այսօր դա վստահորեն ասում, որ ակտիվ աշխատող գործիք է եւ կխնդրեմ, որ դուք այդ տարածեք մարդիկ իրականում կիրառեն ու դուք ինքներդ կիրառեք, եթե դուք խնդրի առնչվել եք։ Ամենաակտիվ կիրառող հատվածը անկեղծ ետնեք մեկ պետական համակարգի աշխատողներն են, որ գիտեն, եւ երկրորդը հետաքրքիր է տուրիստները, շատ մեծ քանակի հետաքրքիր բողոքներ է գալի ու ենթադրում եմ, որ իրանք իրենց իրավունքները լավ գիտեն շատ։ Ու Ռուսաստանի եկած տուրիստները ենթադրում եմ մեր մոտ համար առաջ տեղում են այդ։ Բացի իհարկե դա ամբարխիչ մրցակցության գործերի քանակը չի պակասել, շատացել է, բայց այդ բալանսը պետք է կարողանանք պահել։ Ու հիմա նաև օրենսդրական ակտի փոփոխությունների մեջ ենք, երկրորդ փաթեթն է
5-7 օրը կառավարության իստում հավանություն կարծում կարժանացնի ազգային ժողով էկոնոմիկայի հետ մենք սպառողների հետ կապված բոլոր իրավունքների հարցերը լուծում ենք եւ մենք հիմա ստանդարտին ենք մոտեցել Եվրոպական միության եւ արևմտյան աշխարհի ստանդարտին մնացել է երրորդ փուլը որտեղ արդեն վերջնական գործիքները կլինի այսինքն մի բացի վարչական մեխանիզմից նաեւ կներկայացնենք այլ ընտրանքային ինչ-որ վեճերի քննարկման մեխանիզմ եւ կոլեկտիվ շահեր որը մի փոքր ավելի ուշ կնասենք մենք ինչ հանձնառություն ունեցել ենք սպառողների հետ կապված կարելի է փաստել որ մեծ մասը արդեն իրականացված է եւ դա մենակ մենք չենք ասում որտեղ մեր այն եվրոպական միության գործընկերները որոնք պետք է հավաստեն որ դա իրենց ստանդարտին համապատասխանում է դա հավաստել են արդեն Երևի կարճ այսքան որ ձեզ շատ չծանրաբեռնեմ որ ձեր հետաքրքրող հարցերին է փորձեմ պատասխանել